Մեր թվարկությունից առաջ 23-ից 22-րդ դարեր Քարաշամբի գավաթ հնագիտական անգին նմուշի պատմության թանգարանի այս սրահի կենտրոնում լինելը պատահական չէ, ոչ միայն հին աշխարհի զուգահեռներում ժամանակավոր ցուցադրության, այլև վաղնջական ժամանակների ամենախոսուն վկան է։ Ցանկացած երկրում, երբ որ ցուցահանդես ենք բացում, իրենք ուղղակի խնդրում են, որ սա ցուցադրվի, որովհետև իսկապես շատ հազվագյուտ գտածո է։ Ինչով է աշխարհի հնագետներին գրավում 1987-ին Քարաշամբում հայտնաբերված դրվագազարդ գավաթը։ Ամբողջությամբ ներկայացնում է հնդեվրոպական դիցաբանությունը եւ հնդեվրոպական իրողությունը, իսկ հայտնի է, որ հայերս հնդեվրոպացիներ ենք։ Արքայական դամբարանից լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնաբերած գանձի մասին կարելի է խոսել անվերջ, թագավորից Աստված մի քանի սանտիմետրի վրա ներկայացված է հնդեվրոպական դիցաբանության էվոլյուցիան, միջազգային մասնագետներին ապշեցնում է նաև մետաղը մշակելու տեղաբնակների ունակությունը, ինչպես են կարողացել նկարազարդել արծաթի վրա։ Խորհրդանշական է նաև առյուծի պատկերով այս քանդակը, թվագրվում է մեր թվարկությունից առաջ 17-ից 16-րդ դարեր, կրկին պատմում է հին աշխարհում մեր տարածաշրջանի բնակչության առաջադեմ լինելու մասին։ Իշխանության խորհրդանիշները նախ եւ առաջ ցույց են տալիս, որ հայկական լեռնաշխարհի հասարակությունը միջին բրոնզե դարում, ուշ բրոնզե դարում դա պետական կազմավորում ունեցող հասարակություններ, սոցիալական շերտավորում ունեցող հասարակություններ, այսինքն դա պարզապես ցեղ չէր, պարզապես համայնք չէր։ Ուշ բրոնզե դարի գտածոները բացառիկ են ոչ միայն Հայաստանի համար։ Հազարամյակներ առաջ մեր տարածաշրջանում ապրած մարդը արարել է մանրաքանդակի իրական գլուխգործոցներ։ Յուրաքանչյուր դետալը, յուրաքանչյուր նույնիսկ կարելի ասել արտահայտությունը դեմքի շեշտված է, ընդգծված է եւ այդ առումով իհարկե հայկական լեռնաշխարհի բրոնզի մշակույթը, բրոնզի մշակում, բրոնզի քանդակները դրանք մի յուրահատուկ ասպարեզ են։ Հայաստան-Նիդերլանդներ հին աշխարհի մասին ժամանակավոր ցուցադրությունը համատեղ աշխատանք է։ Հոլանդական Ասեն քաղաքի դրենց թանգարանից Հայաստան է բերվել 15 ընտրանի նմուշ։ Ցուցադրության շրջանակում մեր այցելուները հնարավորություն ունեն տեսնելու նոր քարի դարի, ուշ բրոնզե դարի, վաղ երկաթե դարի մի շարք բացառիկ նմուշներ։ Նույն ցուցափեղկին աշխարհագրական խիստ տարբեր տարածքներից հայտնաբերված իրերը ունեն ոչ միայն ձևական, այլև բովանդակային նմանություն, ինչն ապացուցում է, որ մարդու մտածողությունը նույնն է ամենուր։ Տարբերությունը թերևս այն է, որ մեզ մոտ ավելի շատ հանդիպում են վարնակատի գործիքներ, իրենց մոտ հանդիպում են կայծքարի գործիքներ։ Աստրոլաբն ու Աստվածաշունչը կապ չունեն հին աշխարհի հետ, խորհրդանշում են հայ-հոլանդական առնչությունները։ Վառ օրինակը ոսկան երևանցու հրատարակչական գործունեությունն է Ամստերդամում։ Դրա վառ ապացույցներից մեկը նաև Ամստերդամում հիմնադրված տպարանն էր եւ տպարանում հրատարակված առաջին հայերեն Աստվածաշունչը 1666 թվականին։ Հայաստան-Նիդերլանդներ պատմահնագիտական գործակցության սկիզբը 2022-ին էր կրկին դրենց թանգարանի հետ։ Արարատի հայացքի ներքո ցուցադրությունը ճանաչվել է տարվա լավագույնը։ Նիդերլանդների մոտ 85,000 քաղաքացի այցելել ու ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ նմուշներին։ Իսկ այս հին աշխարհի զուգահեռներում ցուցադրությունը բաց կլինի մինչև ամռան վերջ, օգոստոսի 30-ը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։